Փաշինյանն ասում է, որ վստահ է 2026-ին կստանա ժողովրդի բավական քվե եւ կշարունակի իշխանությունը, որովհետեւ իր ու ժողովրդի մեջ օրգանիկ կապ կա։ Դուք Փաշինյանի եւ ձեր մեջ այդ օրգանիկ կապը տեսնում եք։ Ինքը երբեք չի ստանա քվե։ Երբեք այն ժողովուրդը, որն է իր քվեն ու դա իր մագլավիներն են։ Ուրիշ ոչ ոք իրան քվե չի տա։ Ինքը ստոր արարած է, վերին աշան, այդպես ստոր հայ ժողովուրդը երևի առաջին նորցանել է։ Հերցագան, սդերն է, փչելով ման է գալիս, նա ալիվի թեմը կասած է ման գալիս, դիք ինչ բան է, հայ ժողովուրդը երբեք չի կռած է ուրիշ ժողովրդի թեմ, ձեգուս հեռու ժողովրդի, որ մեծ ժողովուրդ եղե, երբեք միշտ ուղիղ է մանեգ է պարս չագատ, իսկ ինքը ինչ է, գլխակներ եկը տնի տարբեր տեպի չի է սազը, նա առաջերտին բդի կրթություն ունենար, ստանար, որը չի ստացե, վրնդել են, մերգու տարի սովորելուց հետո վրնդել են ինստիտուտից, նա անգրագետ վերին աշյանի, այ խոս լավ կարող է մորթել, կերտել, բան չունեմ սելադիկ սորվել է, ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ կլիներ, որ ժողովրդի ու իշխանավորի երկրի ղեկավարի միջև իրոք կապ լիներ։ Նոր որ Փաշինյանը իշխանության եկավ, այդ կապը կար, իրոք կար, ու դուք տեսաք ինչ ձևով կատարվեց այդ հեղափոխությունը, ինչ եղավ։ Իսկ հիմա մի քիչ շատ դաժան իրավիճակի ելնելով հայ ժողովրդի էությունից, ես շատ ինքս իմ կարծիքը այսպեսին է, ես կարող եմ սոված մնալ, բայց երբեք չեմ ընդունի, որ թուրքը իմ հողից թեկուզ մի սանտիմետր տանի։